Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը աղեղնավոր նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, ինչպես նաև կնշեմ նորալուսնի լիալուսնի մասին և բացասական օրերը։ Հիշեցնում եմ, որ հորոսկոպը նայում ենք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով մեր լրացումները կատարում ենք։ Այսպիսով ընկերներ, արևը մինչև հուլիսի 22-ը կգտնվի Խեցգետի նշանում, իսկ դա ձեր 8-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք այն գումարներով, որոնք դուք չեք աշխատում։ Հապետական համակարգի գումարներ, բանկային համակարգի գումարներ, կամ ձեր ամուսնու բյուջեի հետ կապված, ընտանեկան բյուջեի հետ կապված ինչ-որ հարցեր լուծել։ Այնուհետև ամսի 22-ից սկսած արևը կանցնի առյուծ նշան ձեր 9-րդ տուն։ Եվ լավ ժամանակահատված է զբաղվելու արտասահմանի հետ կապված հարցերով, գուցե մեկնելու արտասահման կամ անձնագիր փոխել, վիզա ստանալ կամ քննություններ հանձնել, վերոնշյալ թեմաների շուրջ բարենպաստ ժամանակահատված է։ Մերկուրի մոլորակը մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով Խեցգետի նշանում, ձեր 8-րդ տանը, այնուհետև կդառնա ուղընթաց, բայց միևնույն է մինչև ամսվա վերջը իր ազդեցությունը ունենալու է հետընթաց Մերկուրին։ Առանձին նյութ արդեն Մերկուրիի մասին ունեմ պատրաստած, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք անցնել, տեսնել, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում եւ հորոսկոպի նշանների համար, որ ոլորտում են լինելու այդ փոփոխությունները։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի առյուծ նշանում ձեր 9-րդ տանը, բերելով ձեզ հաճելի ճամփորդություն կամ արտասահմանից ինչ-որ հաճելի նվեր գուցե ստանաք կամ զանգ ստանաք, ինչը ձեզ դուր կգա, կամ սիրահարվածություն կարող է լինել։ Ամսի 7-ից սկսած, ներողություն, ամսի 9-ից սկսած, հուլիսի 9-ից սկսած Վեներան կանցնի կույս նշան ձեր 10-րդ տուն եւ կբերի ձեզ լավ աշխատանք, լավ կարիերա, լավ հարաբերություններ ղեկավարության հետ, ինչպես նաև հնարավոր է սիրահարվածություն աշխատավայրում։ Մարս մոլորակը ամբողջ ամիս գտնվելու է երկորյակ նշանում ձեր 7-րդ տանը, իսկ դա նշանակում է, որ մեծ ակտիվություն է գալու ձեր հարաբերություններ ամուսնու, կնոջ, գործընկերների կամ հաճախորդների հետ։ Որպեսզի այդ ակտիվությունը չվերածվի տարաձայնության, լավ կլինի, որ սպորտով զբաղվեք, որպեսզի այդ էներգիան մի փոքր հանդարտեցնեք։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում, այս ամսում 0-ից 6 աստիճան շարժվելով ձեր 9-րդ տանն է լինելու, իսկ դա մեծ հնարավորություններ է Յուպիտերը բերելու, հատկապես 9-րդ տունը իր տունն է, եւ մեծ դրական փոփոխություններ է բերելու։ Սրա հետ կապված առանձին նյութ եւս ունեմ, թե առաջիկա 1 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ է բերելու հորոսկոպի բոլոր նշաններին, կրկին հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում։ Դրական առումով իհարկե փոփոխությունները հենց այս ամսում են զգալու այն աղեղնավորները, ովքեր ասցենդենտով են, աղեղնավոր ասցենդենտը գտնվում է 0-ից 6 աստիճանում կամ ովքեր ծնվել են նոյեմբերի 23-ից նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում։ Եթե ձեր ծնունդը այս օրերին է, ապա Յուպիտերը իր դրական ազդեցությունը հենց այս ամսում է բերելու ձեզ։ Սիրելի աղեղնավորներ, Սև լուսինը շարունակում է գտնվել ձեր նշանում այս ամսում 21-ից 24 աստիճան շարժվելով, որտեղ Սև լուսինը այնտեղ հրահրումներ, գայթակղություններ, տարաձայնություններ գուցե կամ այսպես չմտածված քայլեր կապված ամուսնու, կնոջ կամ գործընկերների հետ։ Ինչպես նաև Սև լուսինը առաջին տանն է երբ գտնվում, լավ ժամանակահատված է, որպեսզի դուք կարողանաք ազդել, ներազդել մարդկանց վրա, այսինքն ինչ-որ խմբակ բացել, գովազդ կատարել, Սև լուսինը այս հարցերում ձեզ կօգնի։ Բայց պետք է այն աղեղնավորները հենց այս ամսում զգուշանան Սև լուսնի ազդեցությունից, ովքեր ասցենդենտով են աղեղնավոր, ասցենդենտը գտնվում է աղեղնավորի 21-ից 24 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 13-ից 12-ից սկսենք հաշվել, դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի հիմա նշեմ, դեկտեմբերի 16-17 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա զգուշացեք, մի տրվեք Սև լուսնի ազդեցությանը։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսին կլինի հուլիսի 14-ին Խեցգետի նշանի 22 աստիճանում, իսկ Խեցգետինը ձեր 8-րդ տունն է։ Ինչ որ նոր գումար, որ ձեր կողմից աշխատած գումար, գուցե անպետական համակարգից կամ բանկային համակարգից վարկ ստանաք կամ մինչ այս ավանդ ունեք, այդ տոկոսադրույքները ստանաք այդ ժամանակահատվածում։ Եվ լիալուսին կլինի հուլիսի 29-ին ջրհոս նշանում, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո կզգացվի իր ազդեցությունը, իսկ դա, սիրելի ընկերներ, ձեր 3-րդ տունն է։
Լիալուսինը երրորդ տանը ինչ-որ վերջնակետ կդրվի, գուցե հարաբերություններին կապված ձեր հարևանների կամ ընկերուհիների, քույր եղբայրների հետ կամ այս ժամանակահատվածում ինչ-որ դասընթացի եք գնացել, արդեն կավարտեք այդ դասընթացը։ Եթե մեքենայով տեղ եք գնալու, զգույշ եղեք, որ այս օրը, քանի որ հնարավոր է ինչ-որ անսարքություններ առաջանա մեքենայի հետ։ Այժմ նշեմ լարված օրերը։ Լարված օրեր են լինելու հուլիսի 3-ը, 6-ը, 13-ը, 20-ը, 26-ից 20 մինչև ամսվա վերջ։ Փորձեք այս օրերին զերծ մնալ ամեն տեսակի կարևոր գործողություններ իրականացնելուց։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված հուլիս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։